Հուսով եմ, որ լավ ես, տոները լավ են անցել քո համար։ Շատ լավ եմ, ես էլ եմ հույսով, որ քո մոտ են տոները շատ լավ անցել։ Շնորհակալություն, այո, իմ մոտ էլ է շատ լավ անցել։ Այսօր մի հետաքրքիր թեմա ունենք քննարկելու եւ արդիական թեմա է եւ վստահ եմ, որ մեզ դիտող մարդկանց կհետաքրքրի։ Մեր այսօրվա թեման, թե ինչպիսի մարդիկ են մեր հասարակությունում շատ, լավ, վատ, ինչ օրինակներ կարող ենք բերել եւ ինչ մարդիկ կան, ումոնց հետ մենք կարող ենք շփվել եւ այնպիսի մարդիկ, ում հետ որ մենք չենք կարող շփվել, քանի որ նրանք չեն համապատասխանում մեր մտածելակերպին, մեր դաստիարակությանը, մեր պահվածքին։ Սկսենք։ Օրինակ, ինչպիսին պետք է լինի աղջիկը, որ դու իրան համարես քո ընկերուհին։ Իրականում իմ համար ընկերուհի ասված է, ինքը շատ պատասխանատու է, այսինքն ես ամեն մի մարդու չեմ կարող համարել իմ ընկերուհին, որովհետև իմ ընկերուհին լինելու համար ինչ-որ ճանապարհ է պետք անցնել։ Ես չեմ կարող մի քանի օրվա լավ վերաբերմունք ստացող ու լավ վերաբերմունք տվող մարդուն համարեմ իմ ընկերուհին։ Իսկ ընդհանուր առմամբ, եթե քո հարցին պատասխանեմ, ես սենց կասեմ, որ նախ ինքը պետք է լինի շատ խելացի, շատ բարի եւ ունենա իմ նման ինչ-որ բաներ իր բնավորության մեջ։ Որ կարողանանք իրար հեշտ հասկանալ։ Այո, օրինակ ես ինքս հետաքրքիր մարդ եմ ու երբ որ ինչ-որ մի բան հետաքրքիր է լինում, ես դրանով անպայման շատ խորանում եմ ու կուզենամ, որ իմ կողքի մարդիկ էլ իմ ընկերուհին լինի այդպիսին, եւ երկրորդը, որ ինքը պետք է լինի անդավաճան, ինքը պետք է լինի միշտ իմ կողքին թե լավ թե վատ իմ օրերին, որովհետեւ իմ համար ընկերությունը հենց դա է, որովհետեւ ես ինքս այդպիսին եմ ու երբեք չեմ տեսել իմ շրջապատում այնպիսի պահվածք իմ շրջապատից, որտեղ որ իմ լավ թե վատ օրերին, լավ օրերին բոլորն է կարան լինեն, իսկ վատ օրերին այդ ժամանակ արդեն պարզ լինում, թե ով է քո համար իրական մարդ, ով որ միշտ կլինի քո կողքին, թե ով ոչ։ Ես այդ դեպքերում եմ հասկացել ու հավատաման է, որ հասկացել եմ, որ ես իրոք իմ շրջապատի հարցում չեմ սխալվել, իմ ընկերուհիների հարցում չեմ սխալվել։ Մի խոսքով իմ ընկերուհի լինելու ասվածին, ով կարող է իմ ընկերուհին լինել, ասեմ, վերջնական, որտեղ մի քիչ շատ խոսեցի այս առումով ու ինձ թվում է, որ մեզ դիտողներն էլ եւ դու էլ իմ հետ համակարծիքի եք։ Նախ չլինի անդավաճան, լինի հետաքրքիր, շփվող, բարի եւ ամենակարևորը լինի մարդկային տեսակով որպես մարդ։ Համաձայն եմ, ամենակարևորն է ինձ թվում է։ Եվ քանի որ դու ինձ այդ հարցը տվեցիր, ես նույն հարցը նաև քեզ եմ ուղղում, աղջիկը ինչ ձևի պետք է լինի, որ դու նրան համարես իր ընկերուհին։ Ես փորձում եմ շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր որ ինձ գոնե մի քիչ հոգեհարազատ են, ինչ որ չափով կարողանում են ինձ ճանաչել, կարողանում են ինձ լսել այն ժամանակ, երբ որ ես ոչինչ չեմ ասում, կարողանում են հասկանալ նույնիսկ այն ժամանակ, երբ որ ես լուռ եմ։ Ես փորձում եմ ինձ շրջապատել այդպիսի մարդկանցով, այդպիսի ընկերուհիներով ու իրականում ես այդպես ընկերուհիների մի ահռելի բանակ չունեմ։ Իմ ընկերուհիները ձեռքիս մատերի վրա կտեղավորվեն։ Փորձում եմ այդպես ընտրել իմ ընկերուհիներին։ Ընկերուհին նախ եւ առաջ համաձայն եմ քեզ հետ, պետք է դա առհասարակ ընկեր լինելը, դա շատ մեծ պատասխանատվություն է, շատ մեծ բեռ է, կոպիտ ասած։ Դու, այսինքն ամեն մեկին չես կարող համարել քեզ ընկերուհի։ Չես կարող։ Էքսյուպերին իր փոքրիկ իշխան գրքի մեջ շեշտում է, որ պատասխանատու ենք նրանց համար ու ընտելացնում ենք։ Եվ այո, պատասխանատվությունը ինձ համար գրեթե ամենաառաջնային տեղում է։ Դա լինի տղա թե աղջիկ, եթե ես շփվեմ նրանց հետ, առաջին հերթին նրանք պետք է լինեն պատասխանատու ցանկացած հարցում։ Պատասխանատվությունը ինձ համար դա համար 1 տեղում է գտնվում շփման մեջ։ Հետո նոր արդեն աղջիկների հարցում վստահությունը, շատ ինչ-որ միֆեր կա, որ ասում են աղջիկների մեջ իսկական ընկերություն չկա,
բայց չեմ կարծիքս չեմ կիսում դրա հետ, այսինքն ես համաձայն չեմ դրա հետ։ Ընկերություն կարող է լինել աղջիկների մեջ շատ անկեղծ, պարզ, մաքուր ընկերություն, որովհետև վստահ եմ դու էլ ունես այդպես ընկերուհի, ով քո համար չեմ ուզում ասեմ իդեալ, բայց այն մարդն է, որ հաստատ կկիսվես իր հետ որոշ հարցերով, ինքը քեզ կօգնի կամ դու իրան կօգնես։ Ինձ թվում է մարդուն գոնե այդպիսի մեկը պետք է։ Դե հա, մարդը չի կարող մենակ մնա իր ամբողջ կյանքում ու իրան հաստատ կողքից։ Իհարկե։ Մոտիկ մարդ, ոչ թե մարդիկ, քոնե այլ մարդ պետք է։ Այո, որովհետև մարդը առանց ընկերների ոչ մի բան է։ Հա, ոչ մի բան է, հենց տենց ոչ մի բան է մարդը առանց ընկերների։ Իրականում իմ այսպես շրջապատում չեմ ուզում ասել, բայց կան մարդիկ, ում ես ճանաչում եմ, որ իրանք շատ փակ մարդիկ են։ Իրանք չեն սիրում ընկերներ ունենալ, շատ պարփակված են, մեկուսացած են ու մենակ իրենց են տեսնում։ Ես այդպիսի մարդկանց փորձում եմ հասկանալ, բայց ինձ մոտ չի ստացվում, եթե ինչ։ Չեմ կարողանում հասկանալ այդպիսի մարդկանց, ինչի չեն ուզում կյանքին մեկ ուրիշ հայացքով նայել։ Այսինքն ինձ թվում է համակարծիք կլինես, որ շատ մարդիկ կան, շատ մարդիկ, որ ասում են կյանքը տանջանքով, դե չեմ կորում, հոգնել եմ, չեմ հասկանում տենց մարդկանց։ Դենց մարդկանց հավատա ոչ մի նորմալ մարդ էլ չի հավատա, որովհետև այդպիսի մարդիկ ուղղակի կոմպլեքսավորված են։ Իրանք վախենում են շփումներից, իրանք վախենում են մարդկանց արտահայտեն իրենց իրական զգացմունքներն, իրենց իրական դեմքը ցույց տան։ Մեծ հավանականություն կա, որ այդպիսի մարդկանցից շատերը երևի ինչ-որ միտեղ իրենց ցույց են տվել, բայց կողքինները հասկացել են, որ իրենք իրականում են չեն, ում հետ որ պիտի շփվեն։ Իրենք հասկացել են, որ ուրեմն չենք շփվի ոչ մեկ հետ ու սենց է կմնանք, բայց եթե խորանայինք, այդ ամեն ինչը գալիս է կոմպլեքսավորվածությունից։ Հիմնական մասը դա է։ Շատ մեծ ծերունի կոմպլեքս։ Ես քիչ վերաբերվում է աղջիկների հետ, որ քո ասելով, որ իբր ինչ-որ միֆեր են ասում, որ դու համաձայն չես, որ չի կարող ընկերություն լինի։ Ես էլ եմ քո հետ համաձայն, ընկերություն կարա լինի, ուղղակի ճիշտ մարդիկ են պետք։ Ճիշտ մարդիկ։ Բայց այո, օրինակ 3 հոգու մեջ ընկերություն, չեմ ասում 4, 3 հոգու մեջ ընկերություն, դա անհավանական է։ Այդպես բան չի կարող լինել։ Չէ, դրա համար սկզբից ճիշտ սկսեցինք, որ մարդուն գոնե մեկ ձեռք պետք է։ Դե հա, բայց թեկոզ մեկը ոչ թե 3-ը, 4-ը, 5-ը, եթե ունես այդքան ընկերուհի, ուրեմն հալալ է քեզ, բայց միշտ պիտի մտածես, որ այդ մարդիկ կարան մի օր քո կողքը չլինեն, որովհետև ոչ մեկ պարտավոր չի քո կողքը լինի։ Իսկ ինչը վերաբերվում է օրինակ աղջիկ տղա շփմանը, հիմա լրիվ մեր հասարակությունը լրիվ այլ կերպ է մտածում։ Չեմ ասում բոլորը, բայց մեծամասնությունը մտածում է, որ ուրեմն իրենք իրար սիրում են, իրենք իրար պիտի լինեն։ Ես դրան համաձայն չեմ, այդ իմ համար սահմանափակ մտածելակերպ է։ Սահմանափակ ու անառողջ մտածելակերպ է, այսինքն ինչ որ անհեթեթություններ է, ես էլ համակարծիք չեմ դրա հետ, որ մարդիկ այդպես դատարկամտություններով են իրենց գլուխը լցնում ու սկսում են վատաբանել օրինակ, թե տղային, թե աղջիկը։ Դե հա, ու կապ չունի, օրինակ տվյալ շփվող մարդը քո բակից է, կամ քո դասարանից է, կամ չգիտեմ, ինչ որտեղ իր հետ պարապում եք։ Այդ իմ համար նորմալ չի, եթե մարդը ծնված է շփվելու համար նաև, ու աղջիկ թե տղա, դու պիտի շփվես։ Համաձայն եմ։ Այլ ոչ թե նայես վայտանաս, թե պետք է շփվես, որ կարողանաս մարդկանց ճանաչել։ Իհարկե, հո աղջկա ճակատին գրես, չի որ ինքը մենակ պիտի աղջիկների հետ շփվի, տղաների հետ չշփվի, թե բա ինչ կմտածեն, կողմտածեն, որ մենք իրար սիրում ենք։ Արդեն այդ բանում չենք։ 21-րդ դարում ենք արդեն ապրում։ Դե ու մեր այս հաղորդումներն ունի ուսուցողական բնույթ, որովհետև մենք խոսում ենք այնպիսի թեմաներից, որոնցից որ շատ հասարակությունը մեր կարող է չփորձի քննարկել, չփորձի հասկանալ կամ խոսակցություններ չգնան։ Մարդիկ նայելով մեր հաղորդումները այդպես հասկանան շատ բաներ։ Իսկ ընդհանուր առմամբ իմ համար աղջիկ տղա շփում կարա լինի։ Ուղղակի այդ դեպքում էլ պետք է հասկանաս, ոնց որ աղջիկա դեպքում աղջիկան ունել աղջիկ տղա հարաբերություն, դու պետք է հասկանաս այդ մարդը քո մաստի է, թե չէ։ Ինքը պատրաստ լինի քո կողքին, թե չէ։ Դրա համար շփում է պետք, չէ, որ կարողանաս ճանաչել ու հասկանաս դու կարաս իր հետ, թե չէ։ Մանե, իսկ խոսացինք աղջիկ հարաբերությունների մասին, ընկերության, թե ինչպիսի աղջիկների հետ ենք շփվում։ Իսկ հիմա իմ հարցը դու ինչպիսի տղաների հետ ես ցանկանում շփվել, ովքեր որ մտածում ես, որ այսպեսի տղան կարա լինի իմ կողքին, որպես ինձ լավ ընկեր։
եւ ինչպիսինը որ ոչ։ Երկում ցած շատ բան հարց է, բայց պատասխանեմ։ Տղան նախ եւ առաջ ես չեմ սիրում, որ տղան աղջկա առաջ ինչ-որ պարտավորություններ ունենում։ Իմ ըստ իս տղան ինքն իր առաջ պետք է պարտավորություններ ունենա։ Այն տղան, ով կայացած է, ունի խելք, դե այդ կայացածի մեջ ես թվում արդեն այդ բոլոր բաները, ճանապարհները մտնում են, ունի խելք, կախված չի ոչ մեկից, ունի իր սեփական խոսքը, ոչ մեկի խոսքից չի կարճում, կարողանում է մտածել, մտածածը ասել, խոսել, լսել, ամենակարևորը, շատ քիչ տղաներ են հիմա կարողանում լսել ունակությունը ոչ միայն տղաներ, այլ առհասարակ մենք այդքան էլ չունենք լսելու ունակություն։ Մենք միշտ ուզում ենք ասենք, խոսենք, բայց չհասկանանք։ Հիմա շատեր ունեն այդ հասկացված լինելու կարիքը, ես ինքս էլ ունեմ ու կուզեմ, որ երբ ես չխոսեմ, բայց իմ կողքի տղան ինձ հասկանա, ես այդպես եմ ուզում, իմ կողակիցը պետք է լինի ինտելիգենտ, վստահելի, անդավաճան, ամենակարևորներից մեկը, դավաճանությունը ես չեմ կարողանում ներեմ, ուզում եմ դա լինի աղջիկ ընկերուհիների միջև, թե տղա աղջիկ շփման մեջ ու առհասարակ ամեն դավաճանություն, թե հայրենիքի հանդեպ, թե շրջապատի ընկերության։ Ահա, ես չեմ կարողանում ներեմ դավաճանությունը, չգիտեմ, չի ստացվում իմ մոտ։ Տղան պետք է լինի կայացած, ուղղակի կայացած ու կայացած, բարի, էլի եմ ասում, ինտելիգենտ, ամենակարևորը ունենա ինչ-որ սենց happy վիճակ, որ դու կարողաս իրա չձանձրանաս։ Ու մի բան էլ ասեմ, այսպես մի հատ բան կա, որ ասում են նմանը նմանին է գտնում, իրականում մտածում եմ, որ այդպես շատ քիչ է լինում, ու ովքեր որ իրար գտնում են ու երկուսն էլ նման են իրար, ինձ թվում է իրանք ամենաերջանիկ մարդիկ են լինելու ու հետագայում շատ բաների են հասնելու, որովհետև հիմա շատ բարդ է գտնել քո նման մարդու, ով ասում են, չէ, որ սերը իրար աչքերի մեջ նայելը չի, դա սերը միևնույն ուղղությամբ նայելն է։ Ես փորձում եմ հիմա դրանով առաջնորդվեմ, այսինքն նաև իմ կողակիցը պետք է լինի ոնց որ իմ մտածելակերպի տեր մարդ, լրիվ չէ, որոշ չափով մենք նույն հետաքրքրություններ ունենանք, որոշ չափով մենք նույն բանը սիրենք, որոշ չափով, որ մենք կարողանանք իրար հասկանալ։ Որովհետև հետագայում շատ բարդ է լինելու շատ այն մարդկանց համար, ովքեր նույն մտածելակերպը չունեն, այդ նույն աշխարհայացքները չունեն ու իրար հետ որոշում են կենցաղ կիսել։ Ինձ թվում է դա հետագայում շատ խնդիրներ է առաջացնելու։ Չգիտեմ, օրինակ դու ինչ կարծիք ես։ Ես էլ եմ քո այդ համակարծիք, միանշանակ, որովհետև դա իմ համար ամենակարևորն է ու այն տղայի ստանդարտը, որ դու ներկայացրեցիր ինձ, ես քո հետ դրանում համակարծիք եմ։ Տղան պետք է լինի կայացած, տղան պետք է լինի ամենակարևորը իմ համար ազնիվ, ցանկացած վիճակում, բայց ոչ այնպիսի ազնիվ, որ ազնվությունը խառներ օրինակ հիմարության հետ։ Իմ համար նաև ամենակարևորը այն է, որ իմ կողքի լավ ընկերը, չեմ ասում կողքակից, ընկերը, իմ կողքի ընկերը, լավ ընկերը պետք է լինի հետաքրքիր, ունենա իմ նման հետաքրքրություններ, փորձի ամեն ինչ, sense հետաքրքիր գնա այստեղ, գնա այնտեղ, երբ որ հետաքրքիր է, որովհետև երբ որ դու ասում ես, որ խելացի լինի, հավասարակշռված լինի, կայուն, բայց ինքը ունենա իր մեջ ինչ-որ հետաքրքրություններ, այդ շփումը դառնում է մի քիչ ավելի սկուչնի, դու չես կարողանում քեզ ցույց տալ այնպեսին, ինչպեսին որ կա։ Հետո լավ ընկերը ընդհանրապես աղջիկ թե տղա բոլորին է բնորոշ։ Լավ ընկեր, վատ ընկեր, օրինակ աղջիկա հետ շփումը լրիվ այլ է, աղջիկ տղա շփումը լրիվ այլ է։ Շատ տարբեր։ Այո, դու երկու կողմից էլ ինչ-որ դասեր ես քաղում, ինչ-որ բաներ ես ինքդ քո մեջ բացահայտում, հասկանում թե այս շփման մեջ ինչ պիտի անես, ինչ պիտի չանես։ Ու նաև ոչ թե դիմացինի սխալին նայես, այլ հենց ինքդ նայես քո սխալների, որովհետև այս աշխարհում անսխալական մարդ չկա ու ցանկացած ընկերության շփման մեջ չի կարա ընդհանրապես մի հոգի սխալ լինի։ Համաձայն եմ, նաև տղան պետք է շփման մեջ այդ պետք է երկուսն էլ կարողանան ընդունել իրար սխալները,
հետո այդ սխալի նստել ու իրար հետ լուծում տալ։ Այլ ոչ թե մեկը չհասկանա, շատ համաձայն եմ քո հետ։ Ու ժամանակավորապես կամ ընդհանրապես դադարեն շփմանը։ Դադարեցնել շփումը, որ կարողանան իրենց մտքերը ինի բերել, հավասարեցնել, ինչ որ կետի հասցնել ու նոր ինչ որ լուծում տան այդ ամեն ինչին։ Ես համաձայն եմ քո հետ, դա իրականում ամենակարևորներից մեկն է։ Եթե մարդ ունի լսելու ունակություն, ինքը, այսպես ասած, փրկված է, հաջողված։ Ես շեշտեցի, որ ամենակարևորը դա լսելու կարողությունն է։ Հիմա շատ քիչ մարդիկ են կարողանում լսել։ Օրինակ, ես չգիտեմ դու նկատել ես թե չէ, բայց երբ որ մենք ամեն անգամ իրար հետ հաղորդումներ ենք վարում, ես հասկանում եմ, որ մենք ինչ-որ չափով ունենք իրար նմանություն, մտածելակերպի առումով եւ խոսալու առումով ու ընդհանրապես կադրից դուրս էլ, երբ որ շփվում ենք իրար հետ, գործնական թե ոչ, ես զգում եմ ինչ-որ նմանություններ ու վստահ եմ, որ եթե մենք անգամ մեր հաղորդումներից դուրս սկսենք իրար հետ շփվել, վստահ եմ, որ կարող ենք ոչ թե շատ լավ ընկերներ, որտեղ ընկերը լինելու համար էլ երկուսից պետք է ճանապարհ, այլ կարող ենք շատ լավ ընկերներ, Նես չի մենք հիմա լավ ընկերներ չենք, ուղղակի եթե մենք սկսենք իրար հետ շատ շփվել, վստահ եմ, որ կլինենք նաև ինչ-որ մարդկանց համար օրինակներ, որովհետև մարդիկ չեն ծնվում միանգամից դառնում ինչ-որ մեկի ընկերուհին կամ ընկերը, մարդիկ ճանապարհ են անցնում, մարդիկ շփվում են, այ օրինակ հիմա ես գիտեմ, որ լիքը մարդիկ կան, ովքեր որ իրենց խելքից են տուժած ու դրա համար չունեն իրենց կողքին մարդիկ, իրանք ամենախղճալի ու վատ վիճակում են հիմա, չնայած դու մեկ-մեկ հոգիքն ես առաջ բերում մտածում ես, որ ինչմեղ կա ամեն դեպքում արժանի չէ, չնայած որ մարդը կարա քո ինչ-որ մեկի մեջ ունեք ոզնի բարակտում կամ նենց անի, որ վիճեք կամ չվիճեք, իր կողմ քաշի, ես դա ընդհանրապես եմ ասում։ Ես համաձայն եմ, բայց մեկ մտածում ես, որ դա ուղղակի դաս է հետագա կյանքի համար։ Ամեն ինչն էլ մարդն է ընտրում, ամեն ինչը տվյալ մարդու ձեռքում է, այսինքն դու ես որոշողը թե այս պահը քեզ ինչ կտա։ Ասում կա, չէ, ասում են, եթե քեզ օրինակ կյանքը լիմոն է տվել, այդ լիմոնից սարքի լիմոնադ։ Այսինքն մարդն է որոշողը։ Իհարկե, մարդու ձեռքին կա հնարավորություն, իսկ հնարավորությունը, այսպես ասած, տվորինելու միակ անձը դա դու ես։ Իհարկե։ Քո որոշումները չեն կարող քննարկել նույնիսկ քո մոտիկ մարդիկ, չնայած մոտիկ մարդիկ միշտ կան ու կան, դու կարող ես իրենցից լսել ինչ-որ խորհրդատվություն, լսել ինչ-որ խոսակցություն, թե իրենք ինչպես կվարվեն կամ դու օրինակ կարծիք հայտնեմ, որովհետև ես ինքս անձամբ չեմ սիրում խորհուրդ տալ, ես իմ շրջապատում իմ ընկերներին, իմ ընկերուհիներին ում հետ որ շփվում եմ, ես չեմ տալիս իրանց խորհուրդներ, ես տալիս եմ ընդհանրապես իմ կարծիքը, որովհետև խորհուրդ տալը ինքս նաև պատասխանատու բան է եւ ինքդ էլ ինչ-որ բան պետք է ինձ մի ապրած լինես, որ կարողանաս ինչ-որ մեկի խորհուրդ տալ։ Ու հետո մանե ջան, ամենա վտանգավորը այս իրավիճակում նաև, որ երբ որ դու մարդուն խորհուրդ ես տալիս ինչ-որ սիտուացիայում, որ այսպես վարվի, մարդը տենց է վարվում, մի բան սխալ է լինում, ինքը գալու է ու մեղադրի հենց քեզ, ասի ես քո ուզածով եմ շարժվել։ Մեղադրելու հետո։ Դե հա, դու կարաս մտքումդ ասես ինչ լավ կներ, որ ընդհանրապես խորհուրդ չտայի։ Հուսայի, այդ պահին սուս մնայի բան։ Կամ օրինակ իմ կարծիքը հայտնեի ու այդքանով սահմանափակվեինք։ Դրա համար նույնիսկ խորհուրդ տալն է շատ զգուշ։ Ընդհանրապես ամենաճիշտը դա է։ Մենք 16 տարեկան ենք, բայց մենք մեր 16 տարվա ընթացքում ինչ-որ բաներ հասկացել ենք։ Դրա համար օրինակ ընկերությանը, կյանքին ինչ-որ առումներով այն ենք նայում։ Մենք մեր աշխարհ հայացքը ունենք արդեն, բայց դա ձևավորվելու փուլում է դեռ։ Դե հա, մենք դեռ չենք այնքան մեծացել, որ կարողանանք ինչ-որ շատ լուրջ որոշումներ կայացնել։ Բայց լուրջ որոշումներ կայացնող կողակիցները մեր ծնողներն են։ Իհարկե, ծնողները։ Ու ես միշտ նման իրավիճակներում շատ կարևոր որոշումներ, եթե կայացնում եմ մենակ իմ ծնողների հետ։ Կարծիքը ես չեմ հաշվի, այո, որտեղ մարդիկ կան, ովքեր իրենց կարևոր որոշումները կայացնում են իրենց ընկերուհիների կամ ընկերների հետ։ Դա ամենասխալն է, որովհետև պիտի հասկանաս, որ դուք դեռ ցոգուլ եք։ Գոնե 20-ից հետո։ Գոնե 20-ից հետո։ Կամ 18-ից։ Ամենակիչը։ Հա, 18-ից հետո ամենակիչը։
Ծնողները շատ մեծ դեր ունեն երեխայի կայացման ճանապարհին, շատ մեծ դեր ունեն։ Հենց երեխային ծնողներն են ձևավորում։ Այո, ու վստահ եմ, որ դու ես քո ընտանիքում, քո հենց քո մամայից լսել, որ քո մաման ասում է, որ ինքը քո ընկերուհին է։ Ամեն օր։ Ես ամեն աստծոր լսում եմ այդ արտահայտությունը ու հավատա հասկանում եմ, որ դա է ամենաճիշտը։ Ամենալավ ընկերուհին մաման է։ Այո, որովհետև ինքը մեր աղջիկների կոնկրետ միակ ընկերուհին է, ով երբեք միակ մարդը, ով երբեք չի ցանկանա, որ քո ոտքը քարին դիպչի, որ դու սխալվես։ Իսկ մնացածը ինչքան էլ որ քեզ մոտիկ լինեն, քեզ շատ սիրեն, ամեն դեպքում ինչ որ թեկուզ այս քանի նախանձություն գոնե ինչ որ առումով կա կամ չկամություն, ինչ որ առումով, բայց ամենայն դեպս ընկերուհի լինելն էլ ինչ որ մեկի համար դա շատ գերագույն հաճույք է, այսպես ասած, որտեղ դու մտածում ես, որ դու ես ինչ ձևի մարդ ես, ինչ լավ ես։ Այդքան կաս դու, որ ընկերուհի կոչումը վաստակել ես։ Ամեն մեկին բնորոշ չի լավ ընկերուհի լինելը, լավ ընկեր լինելը։ Լավ ընկեր ամեն մեկին բնորոշ չի։ Դա իմ կարծիքով մի հատ sense մեծ կոչում է, որ դու ինքդ պետք է ընտրես ում տաս այդ կոչումը։ Ինչքան էլ որ շփվես մոտիկ ինչ որ մարդկանց հետ կամ մարդու հետ, պիտի իմանաս, որ պիտի պահես դիստանցիա այդ մարդուց։ Չբացվես միջև վերջ։ Շփվես մոտիկ իր հետ չեմ ասում, ընդհանրապես շփվես, բայց պահես դիստանցիա։ Օրինակ մի բան ասեմ, ուզում եմ լինի ամենամոտ ընկերուհի, ես չեմ կարողանում ինչը վերջ վստահեմ։ Չգիտեմ ինչի է տենց իմ մոտ։ Ամենամոտը ես չեմ կարողանում ինչը վերջ իրեն վստահել, ինչը վերջ չգիտեմ այդ ինչից է, չէ, ես չգիտեմ, այդ իմ մոտ բնավորությունն է ուղղակի, փորձում եմ չվստահել։ Ամենամեծ գաղտնիքներս կամ չգիտեմ, կամ այն ինչ որ արել եմ կամ ուզում եմ անեմ, ցանկացած իրավիճակում դու պիտի միշտ իմանաս, որ եթե դու քո թույլ կողմը արտահայտեցիր, հետո օգտագործելու են քո դեմ։ Դա բոլորն այդպիսին են, բոլորը։ Դրա համար ես այդ դիստանցիան դու շատ լավ ասեցիր, որ պետք է յուրաքանչյուրից գոնե մի փոքր դիստանցիա պահել, հեռավորություն պահպանել։ Որտեվ կյանքն է այդպիսին, դու չես կարող մարդու դիմաց միջև վերջ բացվել։ Դա ամենասխալ եւ ամենավտանգավոր բաներից մեկն է։ Որովհետեւ դու չգիտես հետո ինչ կլինի, այդ մարդը քո կողքին կմնա թե չէ, ու կարող է քո կողքին չլինի ու այդ ամեն ինչը ոնց որ օգտագործվի քո դեմ։ Ու վերջում դու տուժես, ինչի համար, որովհետեւ վստահել ես։ Այսպես են ասում, մարդը իր խելքից է տուժում։ Այս վիճակը դա է խելքից է տուժում։ Մարդն է իր կյանքը տնօրինողը։ Ինքն է որոշում ոնց ապրի, մարդը։ Այդ անձն է որոշում ոնց ապրի։ Ու ճիշտ է, ինքը իր խելքից է տուժում։ Դրա համար մենք պետք է մեր ընտրությունների հարցում շատ զգույշ լինենք։ Մենք պետք է որոշենք այս մարդը այն մարդն է, ով որ պետք է լինի իմ կողքին, ով որ պետք է լինի իմ ընկերուհին, ով որ պետք է լինի իմ հետ։ Գիտես ինչ, եւ բացի այդ դիստանցիա պահելը, եթե քո կողքի մարդը իրոք քեզ իսկական լավ ընկեր է, ինքը քո հենց վատ օրերին պիտի քո կողքը լինի։ Իհարկե։ Վատ օրերին, ու հենց այդ վատ օրերին է երևում թե ով է քո կողքը ու ով չէ։ Դու ճիշտ ասեցիր ամենասկզբում, որ լավ օրերին ընկերները շատ են, շատ։ Իսկ նեղ օրերին, վատ օրերին դու ասես կողքը տեսնայում ու տեսնում ես, որ ոչ մեկ չկա։ Ու գիտես ինչ որ այսպես սահմանափակ մտածելակերպ կա, չեմ կարծում որ բոլորի մոտ, բայց հիմնական մասը ինչքան լսել եմ, տենց մարդիկ իրոք կան, որ մտածում են, որ ես այս մարդու հետ շատ եմ շփվում, ինքն իմ ամենամոտիկ ընկերուհին է, բայց հարց ամեն օր շատ շփվելը դա դեռ չի ապացուցում, որ դու այդ մարդու համար լավ ընկեր ես։ Ես ինքս ունեմ ընկերուհի, ում հետ շատ չեմ շփվում, մենք քիչ ենք իրար շփվում, բայց երբ որ ինչ-որ լավ կամ վատ դեպք է լինում, մենք անպայման միշտ իրար կողքի ենք լինում, միշտ իրար թևու թիկունք ենք կանգնում եւ ցանկացած հարցում պատրաստ ենք իրար օգնելու։ Դա է իրական ընկերությունը, այլ ոչ թե ես ամեն օր շփվեմ մի մարդու հետ ու ասեմ, որ ինքը իմ ընկերուհին է,
բայց իմ վատ օրերը ընկերուհին չլինի։ Ընկերություն անելը լավ ընդհանրապես իրական ընկերները դա քանակով չի որոշվում, դա որոշվում է մարդու պահելաձևով եւ որակով։ Ինչքան որակով մարդիկ կան քո կողքին, ինչքան չէ։ Եթե ես քո հետ անկեղծանամ, ես քեզ կասեմ, որ իմ շրջապատը մեծ է, ես ունեմ ընկերներ, բայց իմ համար ես կարելի ասել, որ գրեթե 1-2 ընկերուհի ունեմ։ Լավ, 2 ընկերուհի ունեմ, իրաց ծավել ես ոչ մեկին չունեմ։ Մնացածը իմ բակի ընկերներն են, իմ դպրոցի ընկերներն են, իմ առօրյայի ընկերներն են։ Համաձայն եմ քո հետ, իմ շրջապատն էլ մեծ է բայց այս շրջապատից առանձնացրել եմ ես այն 3-ին, ովքեր որ կարողանում են ինձ հասկանալ ու լսել, ովքեր որ ունեն այդ ունակությունը ու ես նրանց հետ մեջ գտել եմ այդ ամեն ինչ, այսինքն պետքա դու գտնես այնպիսի մարդու, որ մի քիչ հոգի հարազատ լինեք իրար, կես բառից հասկանաք իրար ու իրանք այդ մարդիկն են, այդ 3 հոգին։ Ես վստահ եմ, որ դեռ մենք ունենք դեռ կյանք ապրելու եւ մեր կյանքում շատ մարդիկ կգան, կգնան ու մենք դրա հիման վրա շատ բաներ կհասկանանք եւ կհասկանանք արդյոք մեր ներկայիս ընկերները պատրաստ են լինել մեր կողքին հետո թե ոչ։ Հուսով եմ, որ այսքանով մենք հասկացանք, մենք իրար եւս մեկ անգամ բացահայտեցինք, ինչպես որ ամեն հաղորդման ժամանակ Ես վստահ եմ, որ այս հաղորդումը շատ կհետաքրքրի մարդկանց եւ մնացած նաեւ մեր այլ հաղորդումները, իսկ մենք արդեն գիտենք, թե մեր հաջորդ հաղորդումը որն է լինելու, այնպես որ թող մեզ դիտողները սպասեն դրան։ Ես էլ շատ շնորհակալ եմ, շատ լավ թեմա էր այսօրվա թեման, շատ արտի թեմա էր, շատ գեղեցիկ սիրուն խոսեցինք ու վերջում նաեւ ավելացնեմ, խոսքի մեջ էլի եմ մեջ բերել, որ սերը դա իրար աչքերի մեջ նայելը չէ, դա միևնույն ուղղությամբ նայելն է ու դա չի վերաբերվում միայն տղայի ու աղջկա շփման մեջ, առհասարակ։ Սերը ըստիս դա է։ Անկեղծությունն ամենակարևորը։ Իհարկե, անկեղծությունը, պարզությունն ու մաքրությունը։ Դե ինչ հաջողություն եմ մաղթում։ Ես կհանդիպենք մի շաբաթ։ Կհանդիպենք։